Հեցի նախկին ղեկավար Դավիթ Ղազենյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ներկայիս գործընթացներով ընկերության վաճառքը փաստացի անհնար է, բարոյական կոդեքս կա, հեցը իրեն հարգող ոչ մի անձ կամ կազմակերպություն չի գնի։ Նրա խոսքով գերակաշահի ճանաչումը նշանակում է, որ պետությունը պետք է վճարի ընկերության գնահատված արժեքը գումարած 15%, ինչը հարյուրավոր միլիոնավոր դոլար բեռ կդառնա հարկատուների վրա։ Ասում էին ազգայնացնելու են, բա դա ուր մնաց, նշեց Ղազենյանը։ Նա հավելեց, որ ամբողջ գործընթացը կարող է բերել ներդրումների անկման։ Երևան Տրանս ՊԲ-ն լուծարվում է քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական նիստում ներկայացրել է մայրաքաղաքում երթևեկության կառավարման նոր համայնքային հիմնարկի ստեղծման նախաձեռնությունը, ընդգծելով, որ այն փոխարինելու է Երևան Տրանսին, նոր կառույցը կաշխատի թվային տեխնոլոգիաներով ներառյալ գիզ համակարգեր։ Փոխքաղաքապետ Գրիգորյանը հայտնել է, որ նախատեսվում է ստեղծել Երևանի երթևեկության կառավարման կենտրոն, ինչպես նաև լուծարել Երևան Տրանս ՊԲ-ն։ 2026 թվականի համար նախատեսված են երկու հիմնական ծրագրեր՝ հանրային տրանսպորտի դիսպեչերիզացիայի ամբողջական համակարգի ներդրում եւ քաղաքի ընդհանուր երթևեկության կառավարում։ Ավինյանը անդրադարձել է Սարյանի փողոցի երթևեկությունը միակողմանի դարձնելու եւ մայրաքաղաքի այլ փողոցներում երթևեկության փոփոխությունների։ Սարյանի եւ մյուս բոլոր փոփոխությունները արվել են Île-de-France-ի մեր գործընկերների առաջարկների հիման վրա։ Եթե քննադատում եք, ասում եք միջազգային փորձ չի կիրառվում, բայց հենց միջազգային փորձագետների առաջարկներն են, ասել է Ավինյանը։ Նրա խոսքով Սարյանի անընդհատ երթևեկությունն ապահովված է։ Այո, ապահովված է։ Երրորդ գծով մի քիչ դանդաղ է, ոչինչ, թող երրորդ գծով էլ մի քիչ դանդաղ լինի, բայց Սարյանով երթևեկությունը միշտ ապահովված է, ասել է նա։ Այսօր առավոտից ազգային ժողովում մեկնարկել է մարտի 1-ի գործով վերաիմաստավորումը, Ֆարմանյանը եւ այլ ընդդեմ Հայաստանի գործով կայացված վճռի լույսի ներքո թեմայով հանրային քննարկումը։ Գործի վերաբացումը նպատակ չունի քաղաքական հաշվեհարդարի, այլ ուղղված է արդարադատության համակարգի նկատմամբ վստահության վերականգնմանը։ 2018-ի հեղափոխությունից հետո իշխանության առաջնային խնդիրներից է համարել մարտի 1-ի արդարացի քննությունն ու բացահայտումը։ Վստահեցնում են ԿՊԱ-ական գործիչները իրենց ելույթներում։ Հանրային քննարկմանը մասնակցում են գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները, մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը իր ելույթում ներկայացրեց մարտի 1-ի գործի ներկայիս իրավական ընկալումները, միեդի նշանակությունը եւ պետության պարտավորությունները։ Բաքոյանի խոսքով նախկինում իրականացված քննչական գործողությունները չեն կարող որակվել որպես լիարժեք եւ անկողմնակալ։ Պատգամավորի խոսքով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանի նորագույն պատմության ամենացավոտ էջերից են, որոնք ներկայացնում են անարդարության, քաղաքական ցինիզմի եւ ճշմարտությունը թաքցնելու ցանկության հանրագումար։ Նրա խոսքով այդ ժամանակվա իշխանությունները կանգնել են օրենքի գերակայությունն ապահովելու կամ նեղ քաղաքական շահերին ծառայելու ընտրության առաջ եւ ընտրել են երկրորդը։ Նախորդ իշխանությունների օրոք մարտի 1-ի գործի քննությունը պետք է բնութագրել ընդամենը մեկ բառով՝ իմիտացիա։ Միեդի վճիռը պետք է ազդակ լինի դատական իշխանության եւ իրավական ամբողջ համակարգի համար, անհրաժեշտ հետեւություններ անելու եւ վերջնական իրավական գնահատական տալու մարտի 1-ի իրադարձությունների համար հիմնական պատասխանատվություն կրող անձանց գործողություններին, նշել է նա։ Բաքոյանի համոզմամբ հենց այս վճռի լույսի ներքո է, որ մարտի 1-ի գործը ստանում է իր ամբողջական իրավական եւ բարոյական իմաստը։ Մարտի 1-ի գործը պետք է դառնա անպատժելիության մշակույթի վերջին կանգառը։ Քաղաքականապես նախկին ռեժիմը պարտվել է, ձախողվել է եւ թեկուզ տարիներ անց արդարադատությունը պետք է լինի անխուսափելի, եզրափակեց նա։ 2026 թվականի առաջին կիսամյակում 45 նոր տրոլեյբուսները կհասնեն Երևան։ Այս մասին այսօր Երևանի ավականու նիստում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մենք գնում ենք 12 մետրանոց 45 տրոլեյբուս, որի կանխավճարն արդեն փոխանցել ենք։ Դրանք կմատակարարվեն հաջորդ տարի առաջին կիսամյակում, ասաց Ավինյանը։ Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ հաջորդիվ պլանավորում են ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց ավտոբուս։ Նրա խոսքով այդ ավտոբուսները պետք է ձեռք բերեն մեկ խմբականակով։ Ըստ քաղաքապետի մինչև տարեվերջ ավտոբուսների ձեռքբերման հարցը կքննարկվի ներդրումային կոմիտեի նիստում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է չափել նախկին նախագահ Ջո Բայդենի եւ նրա փոխնախագահ Կամալա Հարիսի IQ մակարդակը եւ մտածել է հնարավոր հաղթողի մասին։ Պարզապես հետաքրքրասեր եմ, ուզում եմ Կամալային եւ Բայդենին IQ թեստ հանձնել։ Ձեր կարծիքով ով կհաղթի, ասել է Թրամփը Մակդոնալդսի միջոցառման ժամանակ։ ԱՄՆ նախկին նախագահը սկզբում պլանավորում էր վերընտրվել անցյալ տարի, սակայն Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո նա դուրս եկավ մրցավազքից հօգուտ իր փոխնախագահ Հարիսի, ով պարտվեց ընտրություններում։ Տարբերություն Թրամփի, Բայդենն իրավաբանորեն իրավունք ունի վերընտրվելու իրավունք 2028 թվականին, զբաղեցնելով ընդամենը 1 ժամկետ։
Նոյեմբերի 19-ին Լիտվայի կառավարությունը որոշում կկայացնի Բելարուսի հետ սահմանային ռեժիմի վերաբերյալ, հաշվի առնելով երկու երկրների սահմանային գործակալությունների միջև նոյեմբերի 18-ին նախատեսված բանակցությունների արդյունքները։ Այս մասին հայտարարել է Լիտվայի խորհրդանի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ռեմիջիուս Մոտուզասը։ Սահմանային ռեժիմի վերաբերյալ վերջնական որոշումը պետք է սպասել չորեքշաբթի օրը կայանալի կառավարության նիստում, ասել է հանձնաժողովի նախագահը։ Ինչպես վերջինս նշել է, որոշիչ կլինեն հարևան պետությունների սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջև այսպես կոչված տեխնիկական մակարդակի բանակցությունների արդյունքները։ Տեխնիկական մակարդակի բանակցությունների եզրակացությունները որոշիչ կլինեն, ասել է Մոտուզասը։ Նրա խոսքով Վիլնյուսը հակված է սահմանը բացել ավելի շուտ, քան նախատեսված էր նոյեմբերի 30-ին։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, մենք հակված ենք սահմանը ավելի շուտ բացել, ասել է քաղաքական գործիչը։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ներգաղթի մասին օրենքների խախտման պարտակսել են երկրում բնակվող 47 օտարերկրացիների, հաղորդել է դեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով Վրաստանից արտաքսվել են Բանգլադեշի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Հորդանանի, Կամերունի, Քենիայի, Չինաստանի, Կոնգոյի, Կուբայի, Նիգերիայի, Նեպալի, Պակիստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սուդանի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Շրի Լանկայի և Եթովպիայի քաղաքացիներ։ Նրանց արգելվում է մուտք գործել երկիր։ Լեհաստանի գլխավոր շտաբի պետ Վիեսլավ Կուկուլան հայտարարել է, որ անանուն թշնամին ենթադրաբար սկսել է Լեհաստանի տարածքի վրա զինված հարձակման նախապատրաստություններ, հաղորդել է Ռեչպոսպոլիտա թերթը։ Թշնամին սկսել է պատրաստվել պատերազմի, այստեղ ստեղծվում է որոշակի միջավայր, որը պետք է հանգեցնի Լեհաստանի տարածքում հնարավոր ագրեսիայի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, հայտնել է Կուկուլան։ Մայիսի 27-ին Պոլիտիկոն հաղորդել էր, որ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է երկրին պատրաստել պատերազմի դեպքում պաշտպանության համար։ Ծրագրի առաջին նպատակը պահեստազորային ուժերի թվի և որակի ավելացումն է։ Երկրորդ նպատակն ավելի կարևոր է։ Մենք պետք է հասարակությանը պատրաստենք ճգնաժամի հետևանքներին, նույնիսկ եթե բոլորը չեն անցել ռազմական պատրաստություն, նշել է Կուկուլան հարցազրույցում։ Նոյեմբերի 16-ին անցկացվեց Դուքենդոյի Հայաստանի առաջնություն մրցումների մասնակցում էին 950 մարզիկ մարզուհիներ։ Հաղթողները 2026 թվականին կմասնակցեն տարբեր միջազգային մրցումների։ Հայաստանի Դուքենդոյի ֆեդերացիայի հիմնական նպատակն է դասյարակել կրթված սերունդ կտրել փողոցից երեխաներին, դասյարակել պետության համար հայրենասեր սերունդ։ Շնորհավորում եմ Հայաստանի Դուքենդո ֆեդերացիային այսօրվա Հայաստանի առաքության կապակցությամբ։ Ողջունում եմ եւ քաջալերում եմ իրենց, որովհետեւ մեծ աշխատանք են տարել ամբողջ թիմով, ֆեդերացիայի նախագահի գլխավորությամբ Հայկ Վարդանյանի եւ մարզչական թիմով եւ այսօր ստուգատեսն է մարզիկների ով ոնց է պատրաստվել Հայաստանի առաքությանը։ Ցանկանամ ազնիվ մրցակցային պայքար ու հաղթի ուժեղագույնը։ Այժմ կայանում է Դուքենդո ֆեդերացիայի Հայաստանի առաջնությանը։ Մենք այս առաջնությանը ունենք թվով 920 մարզիկ մասնակից։ Նրանք տարվա սկզբից մասնակցել են մի շարք մրցաշարերի, ուղեգիր են ձեռք բերել Հայաստանի առաջնությանը մասնակցելու եւ այսօր որոշվելու են նրանցից լավագույնները, որոնք արդեն ուղեգիր ձեռք կբերեն միջազգային առաջնությունների, Եվրոպայի առաջնության եւ աշխարհի առաջնության մասնակցելու համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կկարողանա բարելավել Կիևի հեղինակությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է Reuters-ը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կկարողանա բարելավել Ուկրաինայի հեղինակությունը կոռուպցիայի դեմ պայքարում, ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրամիության անդամակցության Կիևի ուղին ենթադրում է բարեփոխումներ, որոնք կապված են օրենքի գերակայության հետ, հավելել է Ֆրանսիայի առաջնորդը։
Բոլոր կողմերը շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումը հնարավորինս շուտ կայանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Լենտան։ Մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի այդ պայմանները հնարավորինս շուտ լինեն, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ Պեսկովն ընդգծել է, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե երբ կկատարվեն այդ պայմանները։ Թագավորական նավատորմի նախկին հրամանատար եւ նախկին անվտանգության նախարար Լորդ Ալան Ուեսթը զգուշացրել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել ՆԱՏՕ-ի հետ պատերազմի։ Նա այս հայտարարությունն է արել Լորդ Խոստակի անկյուն փոդքասթի ժամանակ։ Մենք ըստ էության պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ, ասել է նա, առանց ապացույցների մեղադրելով Ռուսաստանին Եվրոպայի օդային տարածքը խախտելու եւ ստորջրյա մալուխները վնասելու մեջ։ Լորդ Ուեսթը նշել է, որ ոչ ոք չի ցանկանում, որ ուկրաինական հակամարտությունը վերածվի Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև բախման, քանի որ դա կբարձրացնի միջուկային զենքի կիրառման ռիսկը։ Հունգարիան պատրաստ է Բուդապեշտում հյուրընկալել Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան գագաթնաժողովը եւ կկարողանա այն հյուրընկալել, հենց որ Մոսկվան եւ Վաշինգտոնը համաձայն են դա անել։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետր Սիարտոն Բրունեյ Դարուսալամի իր գործընկեր Էրիվան Յուսոֆի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մենք պատրաստ ենք, հենց որ ամերիկացիներն ու ռուսները որոշեն ամսաթիվը։ Մենք նրանց այստեղ կդիմավորենք մեծ հարգանքով եւ ուրախությամբ, ասել է Սիարտոն, պատասխանելով երկու առաջնորդների միջև բանակցությունների կազմակերպման վերաբերյալ հարցին։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից հետո Զապորոժիեի շրջանում ավելի քան 41000 սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Սոցիալական առումով կարևոր օբյեկտները միացվել են պայստային էլեկտրաէներգիայի աղբյուրներին, իր տելեգրամ ալիքում հայտնել է մարզին անկապետ Եվգենի Բալիցկին։ Իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային, բայց կառավարելի այսօր էներգետիկ ընկերությունները աշխատում են ամբողջ հզորությամբ։ Ամբողջ օրվա ընթացքում այս պահին 41843 բաժանորդ մնում է առանց էլեկտրաէներգիայի։ Այս բաժանորդները գտնվում են Միխայելովկայի, Վասիլիվկայի եւ Տոկմանկի քաղաքային շրջաններում եւ Կամենսկո Դնեպրովսկի քաղաքային շրջանի մի մասում, գրել է Բալիցկին Զապորոժիեի շրջանի բնակավայրերի էլեկտրամատակարարման վերաբերյալ օպերատիվ խորհրդակցությունից հետո, որոնց կարևորագույն ենթակառուցվածքները ենթարկվել են Ուկրաինայի զինված ուժերի ահաբեկչական հարձակումներին։ Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքշյանի վիճակը կտրուկվատացել է։ Փաստաբան Լուսիաննա Ամինասյանը հայտնել է, որ 45-օրյա ընդմիջումից հետո Էուլջեքշյանը նոյեմբերի 16-ին զանգահարել ընտանիքին ու կարճ զրույց ունեցել, հայտնելով, որ իր ֆիզիկական վիճակը կտրուկվատացել է։ Այլևս չի կարողանում քայլել, ունի անվասալյակի կարիք, սակայն այն չի տրամադրվել։ Նա նաև նշել է, որ չի ստանում բուժում, դեղորայ կամ բավարար սնունդ։ Նրան միայն հաց եւ թեյ են տալիս, ինչը դիտարկվում է որպես անմարդկային վերաբերմունք։ Փաստաբանը կոչ է արել, որ այս հարցում անապահ միջամտել միջազգային կառույցները, քանի որ Վիգենի առողջությանն ու կյանքին վտանգ է սպառնում։ Վարշապատի ընտրություններում մասնակցած հաղթանակ դաշինքից 5 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում է, որ ընտրակաշարք ստանալու տալու եւ ընտրակաշարքի միջնորդության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Ավելի վաղ հայտնել ենք, որ նոյեմբերի 17-ի ուշ երեկոյան դաշինքից 10 հոգու հետ քննչական գործողություններ են իրականացվել։ Դաշինքի համայնքապետի Թեկտածու Սևակ Խաչատրյանի հետ որևէ գործողություն չի արվել։ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը 2 ամսով երկարացրեց գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։ Կարապետյանն անազատության մեջ է հունիսի 18-ից News.am-ին տված հարցազրույցից հետո, որտեղ քննադատել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը եկեղեցու վերաբերյալ։ Հարցազրույցի հրապարակումից անմիջապես հետո Փաշինյանը Facebook-ում կոշտ արձագանքեց, ինչից հետո Կարապետյանը ձերբակալվեց եւ մեղադրվեց իշխանությունը զավթելու կոչ հնչեցնելու համար։ Հետագայում նրա դեմ հարուցվել են նաեւ նոր մեղադրանքներ հարկերից խուսափելու եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով։ Վերջին անգամ դատավոր Վահե Դոլմազյանը արձանագրել էր, որ փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մասով հիմնավոր կասկած չկա եւ միայն հրապարակային կոչի մեղադրանքով է հնարավոր կալանքը պահպանել։ Պաշտպանները պնդում են, որ այդ հոդվածով կալանքի առավելագույն ժամկետը 5 ամիս է եւ Կարապետյանը պետք է ազատ արձակվեր նոյեմբերի 18-ին։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նախկին պաշտպանության նախարար եւ քարտուղար Ռուստամ Ումերովը հրաժարվել է վերադառնալ Ուկրաինա կոռուպցիոն սկանդալի պատճառով։
Հաղորդվում է, քաղաքական գործիչն արդեն տեղեկացրել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն իր որոշման մասին։ Նոյեմբերի 11-ին Ումերովը Ուկրաինայից մեկնեց Ստամբուլ, ենթադրաբար իր երկրի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման նոր բանակցությունների համար։ Քաղաքական գործչի խոսքով առաջիկա օրերին նա կաշխատի Թուրքիայում և Մերձավոր Արևելքում նման փոխանակումների գործընթացը ապաշրջափակելու համար։ Հունգարիան չի հետևի Եվրամիությանը և տնտեսությունը չի տեղափոխի ռազմական ռելսերի վրա։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Այն ժամանակ, երբ ամբողջ Եվրամիությունը գտնվում է պատերազմական ժամանակաշրջանի տնտեսական համակարգ ստեղծելու ճանապարհին, մենք դրանից անմասն կմնանք և այլ տնտեսական քաղաքականություն կկառուցենք, ասել է Օրբանը։ Նրա խոսքով տնտեսության ռազմականացումը կոչված է թույլ տալ եվրոպական մյուս առաջնորդներին ամրապնդել իրենց իշխանությունը և պահպանել Ուկրաինային աջակցության ներկայիս մակարդակը։ Օրբանը նշել է, որ իրենց ռազմավարությունը ենթադրում է Եվրամիության նոր 7-ամյա բյուջեի 20-25%-ի հատկացում ուկրաինական բանակի կարիքների համար, որոնց թիվը կազմում է մոտ 1 միլիոն մարդ։ Իսպանական էլեգանտությունն ու որակն այլևս Հայաստանում է։ Աշխարհահռչակ Մաքսոն ապրանքանիշը բացել է իր առաջին խանութը Հայաստանում, Մեգամոլ առևտրի սրահի երկրորդ հարկում։ Ապրանքանիշը ներկայացնում է դասական եւ կոկիկ ոճի համադրություն, առաջարկելով բարձրորակ կոստյումներ, վերնաշապիկներ, վերնազգեստեր եւ աքսեսուարներ ժամանակակից տղամարդու համար։ Խանութ սրահի համահիմնադիր Արման Մայլյանը նշում է, գնորդները նախընտրում են Մաքսոնը ոչ միայն գեղեցիկ դիզայնի, այլև գործվածքների բարձր որակի եւ մատչելի գնային քաղաքականության համար։ Մաքսոն բրենդը իսպանական բրենդ է 1942 թվականից, արդեն 4 գեներացիան է, որը աշխատում է, որի համար ես շատ ուրախ եմ, կազմում եմ այդ ընտանիքի անդամ, իմ ընկերներն են, շատ երկար տարիներ մենք մտածում ենք, որ բրենդը պետք է բերենք Հայաստանում, Սպարագայում, Երևան քաղաք, ու դրա համար շատ ուրախ եմ, որ հենց առաջինը Մեգամոլում ենք բացվել ու նպատակը ունենալ 3-ից 4 խանութ Երևան քաղաքում։ Բրենդը ինքն իրան տրադիցիոնալ բրենդ է, որը տարբերվում է, չգիտեմ, մնացածից, որը երիտասարդներից մինչև մեծ տարիքի մարդկանց համար կլասիկ էլեգանտ շորիկ, որը շատ մեծ հաճույքով մարդիկ հագնում են ու ընդունում։ Ինքը տարբերվում է իր ոճի մեջ, իսպանական, ու իրոք դրա համար ես շատ ուրախ եմ, որ կարողացանք այս բրենդը ներկայացնել մեր Հայաստան աշխարհում։ Հայ սպառողին մենք կարող ենք առաջարկել, որ համ էլեգանտ հագուստ, համ կլասիկ հագուստ, համ սպորտային, բոլոր մարդկանց համար էլ ունենք տարբեր ոճերի, որ հանգիստ կարող են հագնել մարդիկ։ Նպատակը մոտակա 1 տարվա մեջ եւս 2 խանութ բացենք Երևան քաղաքում։ Մաքսոնի նոր հավաքածուներն առանձնանում են եվրոպական յուրահատուկ կտրվածքներով եւ տարբերվող գունային երանգներով։ Բրենդի ներկայացուցիչների խոսքով նպատակն է հայկական շուկայում ներկայացնել միջազգային որակ, տեղական պահանջներին հարմարեցված։ Իսպանական գիտեք նորավոճությունը համեմված մեր հայկական ճաշակի հետ, կարծում եմ հայ սպառողի համար սա նոր ձայնա եւ նոր մոտեցում եւ կարծում եմ որ մեր հայ տղամարդիկ կընդունեն սա որպես ճաշակի եւ գեղեցկության նրբության նոր մոտեցում, որը որ միգուցե եւ պակասում էր մեզ։ Բավականին հետաքրքրություններ մեծ զգացվում է, մարդիկ սերևույթին տեսնում են նոր ձև, նոր ոճ եւ ըստ դրա արդեն իսկ թվում է արդյունքները կերևանել է։ Գնորդները նկատում են, որակի եւ գնի համադրությունը Մաքսոնին դարձնում է մրցունակ խաղացող հայկական նորաձևության շուկայում։ Մաքսոնը խոստանում է առաջիկայում ընդլայնել խանութները Հայաստանում, առաջարկելով կիրառելի եւ երկարատև օգտագործման հագուստին նոր հնարավորություններ։ ՔՊԻ Շենգավիթի տարածքային կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծի ենթարկելու եւ նրա ազատությունը սահմանափակելու համար մեղադրվող Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ դատախազը դատարան է հանձնել Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի եւ եւս 2 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։
Լիտվան չի բացառում այն հնարավորությունը, որ հարևան Բելարուսի հետ իր սահմանը, որը փակել էր 1 ամսով, հոկտեմբերի 29-ին կարող է վերաբացվել նախատեսվածից շուտ։ Այս մասին լրագրողներին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը։ Սահմանի վաղաժամկետ բացման հարցը քննարկման առարկա է։ Մենք երբեք մեր առջև նպատակ չենք դնում հասնել այս կամ այն բանին միջև որոշակի ժամկետ։ Մեզ համար կարևոր է, որ մեր դեմ հիբրիդային հարձակումները դադարեն։ Պնդել է նա։ Նրա խոսքով մենք պետք է առաջնորդվենք նույն պատճառներով եւ պարամետրերով, որոնք մեզ առաջնորդել են սահմանը փակելու որոշում կայացնելիս։ Իրավիճակը փոխվել է, այն վերահսկողության տակ է, օդանավակայանները հուսալիորեն գործում են, ասել է Բադրիսը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ռուսական ուժերը վերցրել են Դվուրեչանսկոյե բնակավայրը Խարկովի մարզում, ըստ պաշտոնական հաղորդագրության տարածքը անցել է հյուսիս խմբավորման ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Նախարարության տվյալներով ռուսական բանակը միաժամանակ հարվածներ է հասցրել ուկրաինական կողմի զինված ուժերի մի քանի բրիգադների դիրքերին Սումիի մարզում Ալեքսեևկա, Կատերինովկա, Կոնդրատովկա, Նովայա Սեչ եւ Շևչենկո բնակավայրերի մոտ Խարկովի ուղղությամբ ըստ հաղորդման վնասազերծվել են եւս 2 բրիգադի եւ 1 հարձակողական գնդի ստորաբաժանումներ Ժովնեյովե, Կոլոդեզնոյե եւ Մալինովկա գյուղերի շրջանում, հայտնում է Լենտակետրուն։ Թագավորական նավատորմի նախկին հրամանատար եւ նախկին անվտանգության նախարար Լորդ Ալան Ուեսթը Լորդ Խոսնակի անկյուն ոդքասթի ժամանակ զգուշացրել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ռազմական հակամարտությունը կարող է վերաճել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև պատերազմի։ Ըստ էության մենք պատերազմի մեջ ենք Ռուսաստանի հետ, ասել է նա։ Ուեսթը կարծում է, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է լուծել ուկրաինական հակամարտությունը, քանի որ ոչ ոք չի ցանկանում ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջև լայնածավալ պատերազմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը նշել է, որ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին շրջանում բարձրացել են նոր մակարդակի, ընդգծել ԱՄՆ-ի եւ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում, ինչպես նաեւ կարեւորել Վաշինգտոնի օգոստոսի 8-ի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Էլիսոն Հուքերը նշել է, որ այցի նպատակն է առաջ մղել Փաշինյան-Թրամփ հանդիպումների ընթացքում ձևավորված տեսլականը, խորացնելով համագործակցությունը առևտրի, ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի եւ անվտանգության ոլորտներում։ Նա նաեւ ընդգծել է երկկողմ աշխատանքային խմբերի մեկնարկը ուղղված գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնագրերի կյանքի կոչմանը։ Կողմերը քննարկել են ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, աշխատանքային խմբերի գործունեությունը, TRIP նախագծի ընթացքը եւ առաջիկա ծրագրերը։ RTL ռադիոյի փոխանցմամբ Ուկրաինան հավանաբար չի ստանա ֆրանսիական բանակից դուրս բերված օգտագործված Ռաֆալե կործանիչներ, չնայած նոր ինքնաթիռների համար միջոցների բացակայությանը։ Ֆրանսիական ռազմաօդային ուժերն արդեն Ուկրաինային են փոխանցել կես տասնյակ Mirage 2000 ինքնաթիռներ, եւ նրանց սեփական կործանիչների նավատորմը սահմանափակ է։ Հետևաբար քիչ հավանական է, որ Ուկրաինան ստանա շահագործումից դուրս բերված օգտագործված Ռաֆալերներ, ինչպես դա եղավ Հունաստանի դեպքում, նշել է RTL-ը։ Միևնույն ժամանակ ռադիոկայանը ենթադրել է, որ Կիևը կարող է պատվիրել նոր ինքնաթիռներ, սակայն դա զգալիորեն կհետաձգի Ռաֆալեի մատակարարման գործընթացը։ Դա ժամանակ կպահանջի պատվերի եւ մատակարարման միջև կամ մոտ 3 տարվա ընդմիջում։ Սա նշանակում է, որ առաջին մատակարարումները հնարավոր են լավագույն դեպքում ոչ շուտ, քան 2029 թվականը, ընդգծել է ռադիոկայանը։ Ֆիլիպիններում Կալմայեգի եւ Ֆունգվոնգ գերթայֆունների հետևանքով զոհերի թիվը հասել է 297-ի։ Հայտում է Ֆիլիպինների լրատվական գործակալությունը հղումանելով աղետների ռիսկի նվազեցման եւ կառավարման ազգային խորհրդին։ Նոյեմբերի սկզբին Ֆիլիպիններին հարվածեցին Կալմայեգի եւ Ֆունգվոնգ գերթայֆունները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու թայֆունների հետևանքով զոհվել է առնվազն 259 մարդ։ Նոյեմբերի 6-ին Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերը հայտարարեց ազգային աղետի մասին։ Վերջին տվյալների համաձայն Ֆիլիպիններում Կալմայեգի թայֆունը խլել է 269 մարդու կյանք, որոնց մեծ մասը հայտնաբերվել է Սեբու նահանգում, Նեգրոս կղզում եւ արևմտյան եւ արևելյան Վիսայաս շրջաններում։ Եվս 523 մարդ վիրավորվել է, իսկ 113-ը դեռևս անհետ կորած են համարվում։
Բանգլադեշի դատարանը նախկին վարչապետ Շեյխ Հասինային հերակակարգով դատապարտել է ցմահ ազատազրկման եւ մահապատժի մարդկության դեմ հանցագործությունների համար։ Դատական նիստը ուղիղ հեռարձակվում է դատարանի կայքում։ Դատարանը նախկին վարչապետին մեղավոր ճանաչեց մարդկության դեմ կատարված հանցագործությունների բոլոր 5 դրվագներով։ Շեյխ Հասինան եւ նրա գլխավոր օգնականները մեղավոր են ճանաչվել մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ։ Նրանց դեմ ներկայացված ապացույցների հիման վրա Բանգլադեշի դատարանը Շեյխ Հասինային դատապարտեց բանտարկության միջև բնական մահ, նրա առաջին մեղադրանքով բռնություն հրահրելու, սպանություն պատվիրելու եւ վայրագությունները կանխելու համար միջոցներ չձեռնարկելու համար, ասել է դատավորներից մեկը։ Լիբանանի բանակը Այտարունի քաղաքապետարանին զգուշացրել է քաղաքի մի քանի թաղամասերի վրա Իսրայելի կողմից սպասվող հարվածի մասին։ X-ում հրապարակված Լիբանանի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ սպասվող հարձակման մասին տեղեկատվությունը ստացվել է Լիբանան-Իսրայել սահմանին գտնվող հրադադարի մոնիթորինգի կոմիտեից։ Իսրայելը սպառնում է հարվածել Այտարունին եւ դրա հետ կապված քաղաքի կենտրոնական մասից տարահանվում են բնակիչները, իսկ տեղական բոլոր դպրոցներն ու հաստատությունները փակ են, ասվում է տեքստում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինի հասցեին իր քննադատությունը չի վտանգում օրենսդիրի կյանքը։ Ավելի վաղ նոյեմբերի 16-ին Թեյլոր Գրինը CNN-ին տված հարցազրույցում ասել էր, որ Թրամփի մեկնաբանությունները իր դավաճան լինելու մասին կարող են ռադիկալացնել մարդկանց եւ վտանգել իր կյանքը։ Նա նաեւ հույս է հայտնել, որ ինքն ու Թրամփը ի վերջո կկարողանան լուծել իրենց տարաձայնությունները։ Ես չեմ կարծում, որ նրա կյանքը վտանգված է, անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ որևէ մեկին դա հետաքրքրում է։ Կիրակի օրը լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի առաջնորդը Ֆլորիդայից Վաշինգտոն թռիչքից առաջ։ Սպիտակ տան ղեկավարը կրկին օգտագործեց դավաճան բառը ի պատասխան Գրինի մասին հարցին։ ԱՄՆ-ն ներկայումս Կարիբյան ավազանում բավարար ռազմական ռեսուրսներ չունի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու համար լայնածավալ գործողություն սկսելու համար հայտնում է CNN-ը։ Միացյալ Նահանգները ներկայումս չունի ռազմական ռեսուրսներ Մադուրոյին իշխանությունից հեռացնելու համար լայնածավալ գործողություն սկսելու համար, բայց եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա հարվածներ հասցնել Վենեսուելային Մադուրոյին հեռացնելու համար, նա կարող է լուրջ խնդիրների բախվել լատինաամերիկյան երկրում ընդդիմադիր ուժերի մասնատված տարրերի եւ ապստամբության պատրաստ զինվորականների, ինչպես նաև ԱՄՆ-ում քաղաքական հակազդեցության պատճառով, քանի որ նա խոստացել է խուսափել արտասահմանում հակամարտությանը թանկարժեք միջամտությունից, կարծում է հեռուստաալիքը։ CNN-ն նաև կարծում է, որ Մադուրոն կլքի երկիրը կամ սպանվի ԱՄՆ գործողությունների պատճառով չի կարելի բացառել ռազմական իշխանության զավթումը կամ նույնիսկ քաղաքացիական պատերազմի բռնկումը։ Հեռուստաալիքի տվյալներով Թրամփի վարչակազմը դեռևս որոշում չի կայացրել Վենեսուելայի դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ, չնայած ԱՄՆ-ն տարածաշրջան է տեղակայել հազարավոր զինվորականների։ Հեծը զրկվեց գործունեության լիցենզիայից, դադարեցվեց Հեցի Տաշիր կապիտալ ընկերությանը տրված լիցենզիան։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հենց նոր նման որոշում կայացրեց 3 օր տևած քննարկումից հետո։ Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայի 3 նահանգներում մոտ 140 մարդ հոսպիտալացվել է սննդային թունավորման կասկածանքով։ Տրապիզոնի նահանգի Դոլայլի շրջանում հարսանեկան հյուրերը հիվանդացել են հավի փլավ եւ խաղողի սարմա ուտելուց հետո մոտ 100 վիրավոր հոսպիտալացվել է Սյուրմենեի հիվանդանոց եւ շարունակում է մնալ հսկողության տակ։ Կյանքի սպառնացող իրավիճակ չկա, հայտնել է հեռուստաալիքը։ Մասիսի համայնքի ավականու այսօրվա արտահերտ նիստում համայնքի ղեկավար ընտրվեց Դավիթ Համբարձումյան, դաշինք խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, որը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։ Նշենք, որ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը թեկնածու չի առաջադրել։ Իսկ այժմ եղանակի մասին։ Երևանում նոյեմբերի 17-ից ցերեկը 18-ին 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 17-ից ցերեկը 18-ին 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին Արարատյան դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Քամին հարավ-արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-ին 19-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-ից 4 աստիճանով։